Հանգստյան օրերին Հայաստանի հյուսիսարևմտյան բնակավայրերն անցանկալի հյուրեր ունեին։ Արագածոտնի մարզի Ապարան և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում տանիքներ են պոկվել ու գետնին հավասարվել։ Տորնադոն չի խնայել քաղաքները, իրար խառնել փողոցներում տեղադրված իրերը, անգամ ծառեր արմատախիլ արել։ Ամեն սկսելուց հետո ես մոտեցա պատուհանին, մատ ասի նկարեմ տեսնեմ, ինչ է կատարվում, օդումից ինչքան կրիչ կա, շիֆր կա, օդի մեջ է բացած։ Էլ ջարդեցի պատուհանը ջարդվեց, խոսքով տան պատուհաններն է ջարդվել, գարաժի կրիչն է տարել, գարաժին կրիչ չկա, երկու ավտոներն է մեր ջարդել։ 2025-ի երկրորդ տորնադոն էր Հայաստանում։ Առաջինը մայիսի 27-ին էր։ Այդ ժամանակ մի քանի տուն էր տուժել Արցիկի հյուսիսային հատվածում։ Տորնադոյի արագությունից ու ավերածություններից ավալից զարմացած ու հուսահատ են քաղաքացիները։ Չգիտեն, ինչ պետք է անեն, առանց տանիքի քանի օր ապրեն։ Կոնկրետ ոչ մեկ չի ասել, բայց մեր համայնքապետը ամբողջ գիշեր մաքրման աշխատանքներն ու ասում է բոլոր հարցերը կլուծենք։ Համայնքապետը լրիվ անում է, դաժե արդեն մաքրել են, լվանում են հայացքները։ Տորնադոյից հետո երկու համայնքներում էլ ձևավորվել են հանձնախմբեր կարեկների գնահատման համար։ Արթիկից ու Ապարանից դեռ չեն կարող նշել, ինչպես ու երբ են փոխհատուցելու քաղաքացիներին։ Հիմա աշխատանքային հանձնաժողովը հենց հիմա այս պահին կդվում է Արթիկ քաղաքում։ Նրանք կույկադրում են գնահատները, նրանք ամենայն մանրամասնությամբ արձանագրվում են, այդ ամեն ինչը ոչ միայն թղթով է արձանագրվում, այլև սպեցիալ լուսանկարահանվում է, որից հետո մենք փոխանցենք համապատասխան պատկան մարմիններին, Շիրակի մարզպետի աշխատակազմին եւ Հայաստանի Հանրապետության արդեն կառավարությունը, որից հետո մենք սպասենք նրանց կայացրած որոշմանը։ Պտտահողմերի հաճախակի կրկնվելու մասին դեռ մայիսին կլիմայագետը զգուշացրել էր։ Գլոբալ տաքացումներն են պատճառը։ Այդ փոփոխությանը պետք է պատրաստվի Հայաստանը, որպեսզի ամեն անգամ նման քաոս չստեղծվի բնակավայրերում։ Անի տարի է մենք անընդհատ նրանք ովքեր որ զբաղվում են քիչ թե շատ այդ հարցով, միշտ մենք աղաղակում ենք նույնիսկ, որ այս երևույթները պետք դուք հասցրեցեք, այդ երևույթները հաճախակիացել են, այո, որ են հաճախակիացեն, էլ ավելի պետք է հաճախակիացնան։ Արմատախիլ եղած ծառեր, մերկացած տանիքներ ու շփոթված բնակիչներ։ Սա արդեն երկրորդ անգամն է 30 օրվա ընթացքում, երբ պտտահողմն է այցելում Հայաստանի հյուսիսարևմտյան բնակավայրեր։ Եթե գլոբալ կլիմայական փոփոխությունները շարունակեն թելադրել իրենց կանոնները, բնակչությունն ու պետությունը պետք է ունենան պատրաստվածություն ոչ թե պարզապես արձագանքելու, այլ կանխելու նման աղետները։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Էդիկ Մալաքյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։